5 տարի առաջ այս օրերին խիստ մտահոգիչ լուրեր սկսեցին տարածվել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից։ Սև լճին հարող գյուղերի բնակիչներն այս օրերին ֆիքսեցին, որ լճի տարածքում հայտնվել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ պատերազմից հետո երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում նոր սահմանի բարձունքներին հենակետեր եւ դիտակետեր կառուցելու ուղղությամբ որևէ աշխատանք չի նախաձեռնել։ Դրա հետևանքով ադրբեջանցիներն առանց մեկ կրակոց արձակելու գրավեցին Սև լճին հարակից ռազմավարական նշանակության բարձունքները եւ լիճն ամբողջությամբ։ Նպատակը պարզ էր ի սկզբանե։ Հենց այս բարձունքներից է բացվում ճանապարհ դեպի Սյունիքի Սիլտ-Գորիս եւ հարակից գյուղեր։ Հետո քաղաքական իշխանությունները սկսեցին շրջանառել սահմանազատման արդյունքում կորցրած այս տարածքները հետ բերելու խոստումը։ Պարզապես պետք է ֆիքսվեր քարտեզ, որի հիման վրա կկատարվեր սահմանազատումը։ Իսկ նման քարտեզ դեռ չկա։ Չկա պաշտոնական գեթմի քարտեզ, որով օրինակ Սև լճի մեծամասնությունը կլինի Ադրբեջանինը, կամ որով Հայաստան եւ Ադրբեջան խորհրդային սահմանի բարձունքները կլինեն միայն Ադրբեջանինը։ Փաստն այն է, որ սահմանազատման process-ը սկսվեց 2024-ին այն դիրքերից, որտեղ մենք ուժեղ էինք եւ ըստ ինչ-որ քարտեզների ինչ-որ վերադարձնելիք ունեինք։ Այդ քարտեզները սակայն այդպես էլ չհրապարակվեցին։ Սև լճից այդ process-ը կարծես լավ հեռու է։ Քարտեզեր նշվում, քննարկվում, այո, բայց դրա փոխարեն հետո ունեցել ենք ձևակերպում, որը նաև համադրելով, վակուումի մեջ չի, չէ՞, բանակցություն, համադրելով այլ փաստաթղթի հետ, հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը, այդ բացը լրացնում, այո, ըստ էության անհրաժեշտություն էլ է վերացել։ Նախ մենք ստացել ենք Ալմա-Աթայի վրա բավականին լուրջ հղումը։ Անկամ մենք չունենք այս պայդրությամբ ինչ որ հայտարարություն կամ փաստաթուղթ, որտեղ ֆիքսվել է դա, որ օրինակի համար սահմանազատում իրականացվելու է 1922 թվականի իրավիճակը ցույց տվող քարտեզներով կամ 1975 թվականի քարտեզներով։ Փաստն այն է, որ ադրբեջանցիների կողմից առանց կրակոցի ստրատեգիական բարձունքների գրավումը Սև լճի հատվածում հանգեցրեց նաև սոցիալական հետևանքների, այսինքն առաջացավ ջրի եւ խոթարքերի հասանելիության խնդիր, ինչը կենսական նշանակություն ունի հարակից բնակավայրերի համար։ Վերջին տվյալներով Սյունիքի բնակչությունը 21-ից 26 թվականներին նվազել է 12.2%-ով։ Սա էական թիվ է եւ ըստ մասնագետների այս process-ը սկսեց հենց Սև լճի գրավումից հետո։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։